Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Շնորհակալություն, հաջողված Գոնե վերջի նոտաներով մի բան արեք էլի։ Ինչ վերջի բանա։ Չէ, դե գնում է, չէ, հրաժեշտի նոտայով ելույթ ունենամ։ Լիպարիտ Դրմեյանը քաշվեց, ամփոփենք։ Քանի սեկտը չեն փակել։ Ինչև է։ Շա լավ գաղափար է միջանոց։ Չենք մտածել դրանից։ Մենք ենք փորը տալիս էլի բոլորին հերթով։ Քանի որ ընդդիմությունը, մասնավորապես Հայաստան դաշինքը, օրինակ, Աղվան Վարդանյանի շատ սկզբունքային քայլերի շնորհիվ փաստացի, կարելի ասել, զրկվեց այն բարոյական իրավունքից, որ կարող է ձեզ մեղադրել անսկզբունքայնության, խոստումները չկատարելու, նախկինում մի բան ասելու, հետո ուրիշ բան անելու մեջ, այդ սուրբ գործերի մնաց մեր վրա։ Հիմա ես հիշեցնեմ երկու դրվագ։ Հենց հիմա կառավարության դիմաց վարորդական իրավունքի զրկվածները հիշեցնում են, որ դուք ընտրություններից առաջ իրենց խոստանում եք վերականգնել իրենց վարորդական իրավունքները, հավանաբար այդ խոստման շնորհիվ էլ գնացել երևի շատերը ձեր ձայն են տվել ու չեք կատարել ձեր խոստումը։ Երկրորդ, վերջին 1 տարվա կտրվածքով օրինակ եթե ասենք, վիճակագրություն չեմ անել, բայց բազմաթիվ դեպքեր ենք լսել բանակում, խաղաղ պայմաններում, խաղաղության հաստատված պայմաններում զոհերի սպանությունների մասով։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ երբ որ դուք լրագրող եք, մի այսպիսի հոդված եք գրել, ինչը շատ ուշահարվեց, քննադատվեց, դուք այսպես սեմ ասում եք Վազգեն Սարգսյանի ղեկավարած բանակի դերը ու գրել եք, որ բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին, զինվորների դիերը, իրենց զավակների դիերը նախատնական նվեր էին մայրերին։ Ես չգիտեմ դուք հիմա նորից այդպեսի բան ձեզ թույլ տայ գրել թե ոչ, բայց հիմա կարող ենք նույնը ասել, որ ձեր եւ Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակը պարբերաբար նվեր է մատուցում զինվորների մայրերին, ցավալիորեն այդ զինվորների դիերի տեսքով։ Ընդ որում այդ զինվորների հարազատների շատերը ձեզ են ձայն տվել, կան այդպիսիք, որոնք ձեզ են ձայն տվել եւ այդ հույսով, որ խաղաղությունը հաստատվել, իրենց զավակներին ուղարկել են ձեր ղեկավարած բանակ։ Մի բան էլ տնտեսության մասով էլ այստեղ բողոքի ակցիա են անում, չգիտեմ, Արարատցեմենտներ, Ծառուկյանի մյուս բիզնեսների աշխատակիցները։ Դուք ասում եք պետականացրինք, բայց հանրային ընկալման մեջ ասում է, որ դուք խլեցիք Սամվել Կարապետյանից հեծը, Գագիկ Ծառուկյանից խլեցիք Արարատցեմենտը, Մուլտիվելնեսը, որտեղ Տիգրան Ավինյանների դեպ պարապում եւ Վահագն Ալեքսանյանը, էլի այլ բիզնեսներ եւ փակեցիք փաստացի 10,000-ից ավել աշխատատեղ։ Հիմա դուք պետության, ժողովրդի ու տնտեսության դեմ եք գործում, թե իրենց օգտին եք գործում։ 10,000-ից ավել մարդ այս պահին մի վարքան էլ Տիկին Բաղդասարյան, 10,000-ից ավել չի թողնում խոսանք։ Դեմոկրատիան Սատիկին Բաղդասարյանը կգնա եւ այստեղ կհաստատենք, հուսանք չենք ասի, միջև չկա հետինը չհիշվի առաջինը։ 10,000-ից ավել մարդ այս պահին փաստացի անգործ է։ Մարդիկ ասում են, որ լավ դուք Ծառուկյանից եւ նրա հարուստներից վրեժ լուծեցիք, Ծառուկյանին նստեցրիք, առյուծի գլուխը կերակ, մեզանից ինչ եք ուզում։ Մենք, ընդ որում էլի շատերը առանց մոլի շատ աշխատակիցներ ձեր համար ճամփա են փակել, այսքանից հետո էլի ձեզ ձայն են տվել, պես վերջին ընտրություններին։ Այդ մարդիկ ինչ մեղք ունեն, որ այդ մարդկանց թողել եք դուրսը։ Ինչ են ուզում անեն։ Ծառուկյանի այդ հարցերը ձեր անձնական վրեժը հասկացան։ Մարդիկ այդպես են ընկալում, որովհետեւ իրավական գործընթաց դրա տակ չեն տեսնում։ Զինվորների մայրերի մասով այո կարող ենք այդպես ասել, որովհետև փաստը դա է, եւ դա շատ ցավալի փաստ է։ Ցավալի, այո, դա ցավալի իրողություն է, որ մենք ամեն անգամ նման դեպքի հետ պարզա, որ շատ ծանր ապրումներ ենք ունենում, բայց փաստը դա է, բայց ես ուզում եմ ձեզ բազմաթիվ այլ օրինակներ բերեմ, ոչ թե արդարացնելու համար, այլ երեք էլ ասացի, մենք խնդիրները պետք է հասկանանք խորությամբ։ Մենք դեպքեր ունենք, երբ որ մարդիկ ժամանակին պատերազմից խուսափել են, պատերազմից խուսափելու համար բանակ չեն գնացել այլ ճանապարհներով, տարբեր մեթոդներով, հետո իրենց բակում սպանվել են։ Մի քրեական բանի ժամանակ, քրեական միջադեպի ժամանակ։ Այսինքն խնդիրները խորքային են, խնդիրն է նա, որ մենք պետք է հասկանանք, այսօր քննարկում ենք օրինակ կառավարության նիստում, կարա կապը ձեզ այդ քննարան չտվա, բայց ընդհանրապես քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ընդհանրապես գիտեք, մեր բանակում ինչ են զինվորները ինքնասպանություն գործում։ Երեք հիմնական պատճառ կա։ Պատճառներից մեկը խաղադրույթներ կատարել, պարտքերի տակ ընկնել
եւ պարտքը չկարողանալ փակել։ Մենք դե յուրե միջոցներ ենք ձեռնարկել, որ նաև արգելվի ծառայության մեջ գտնվողներին, բայց այդ համակարգը դեր ներդրման մեջ է, բայց ես ձեզ ասեմ նաև, որ այս սրա մասին ես գիտեմ Կոշի գաղութում գտնված լինելու ժամանակաշրջանից պարտադիր չի, որ դու քո հեռախոսով բան անես, խաղադրույք կատարես, կան բաներ, ստվերային դիլերներ, որոնք հեռախոսով խոսքի վրա խաղադրույքներ կատարում են, հետո բան են անում։ Այսինքն նույնիսկ եթե հեռախոս չլինի, խաղադրույքը հետո եթե հաղթել ես, քո հաղթածը տալիս են, բայց եթե պարտվել ես, հազար ներողություն այդ բառի համար, ստանում են բոլոր հնարավոր միջոցներով։ Ինքնասպանության պատճառներից մեկը սա է։ Երկրորդը ընտանեկան կամ անձնական խնդիրները, որ քաղաքացիական կյանքում իրանց ինչ հարաբերություններում խնդիրներ են առաջանում եւ դրանք, այսինքն ես ասում եմ, ինչ որ ուսումնասիրությունները, զեկույցները ծանոթալա։ Երրորդը կապված է մի շատ կոնկրետ իրավիճակի հետ։ Մարտական բանում, դիրքում հերթապահության, քո ժամապահության ընթացքում քնելը մարտական հերթապահության ժամանակ մարտական դիրքում քնողների նկատմամբ ես այս վերջերս մի ռեպը երգ կա երգի հայաստանյան ռեպերի երգի մեջ sense նախադասություն կա, որ ես ասում եմ ինքը խոսում է իր մասին, ասում եմ ես դիրքում քնող չեմ եղել։ Որ կողքից լսող կասի դիրքում քնող, այս ի՞նչ նախադասություն է, դիրքում քնող չեմ եղել։ Չքրական հիմա դիրքը հետեւյալն է, որ ասում է դու դիրքը պահում ես, մյուսները հանգստանում են քնում են։ Եթե դիրքապահը քնելա, շաղմա վտանգի տակ է դրել մյուսների կյանքը եւ ով որ արձանագրվում է, որ դիրքի ժամանակ քնելա, իր նկատմամբ զինվորները դա քրեական ենթամշակութա թե այս դեպքում անվտանգային ինչ որ գեր ճնշում է, արհամարանքի եւ մեկուսացման են ենթարկում եւ դիրքից իջնելուց հետո տեղի ունենում որոշակի բան, մեկուսացում, գղզիացում եւ այլն հոգեբանական ճնշում եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս երեքն են բանակում ինքնասպանությունների հիմնական պատճառը։ Եվ ուզում եմ ասել, որ անձնական, այդ որ ասում են քրեական ենթամշակույթ, տեսեք, շատ դեպքերում մենք վերնագիրը դնում ենք, տենց ասում ենք քրեական, չենք խորանում, դա ինչ նշանակում գործնականում հասկանում եք։ Բանակում 85-90% ինքնասպանությունների դեպքերը կապված են այս 3 իրավիճակների հետ։ Ես ունեմ այդ մեղքը, բանակի ղեկավարության վրա պետք չգցել։ Ես ունեմ այդ մեղքը, որ մինչև հիմա այս խնդրի լուծումը չենք գտել մենք։ Եվ այս է պատճառը, որ մենք մեր ծրագրերում քրեական ենթամշակույթի մասին ենք գրում ենք աշակերտների ֆիզիկական եւ դպրոցներից սկսած ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստության անհրաժեշտության մասին, աշխարհայացքի ընդլայնման մասին։ Ի վերջո զինվորը պետքա նաեւ բանը լինի, չէ, հոգեբանորեն ամուր լինի, որ նաև կարողանա չքնել, կարողանա հարաբերությունը այնպես լինի, եթե զգա, որ չի կարում չքնի, գնա արթնացնի մեկին ասի լսի, արի կես ժամով չեմ կարում, աչքս կպնում է։ Դա արդեն քրեական որ փոխօգնության է տրամաբանությունը, ոչ թե մեկուսացման։ Ես նկատի ունեմ վերնագրերը մեծ շատ դեպքերում եւ այդ առումով շնորհակալ եմ հարցի համար, որ հնարավորություն տվեցիք այս մանրամասները բացել։ Որտեղ համոզված եմ լրագրողների մի մասը գիտեն ես, բայց հանրության մեծամասնությունը չգիտի։ Պարոն Մակարյան, ձեր հարցը հնչեցրել եք, գործընկերները սպասում են։ Վարորդական իրավունքների մասով process-ը գնում է, այդտեղ մենակ մի խնդիր կա։ Նրանք, ովքեր վարորդական իրավունքից զրկվել են դատական ակտով, դատարանի օրինական ուժի դատարանի ակտ մտել ուժի մեջ, այդտեղ կառավարությունը չի կարող դատական ակտը վերազանցել։ Մնացածը ստանում են, ես արձագանքներ եմ ստանում, մարդիկ իրենց վարորդականները ստացել են, ովքեր չեն ստացել, ինչ որ սպეციფიկ դեպք կա, բայց իմ կռահմամբ մեծ մասը կապված է նրա հետ, որ իրանք ոչ թե բալերի նվազմամբ են ստացել, այլ բանի,
այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով եւ այդ մարդիկ էլ այն ժամանակ երբ որ մենք խոսում էինք ասում են այո որոշ կատեգորիաների մենք հասկանում ենք որ չի լինի հələ ուրիշ մենք ես իմ խոստումը ամբողջությամբ կատարված է եւ հիմա ընթացքի մեջ է մի ամիս առաջ ենք բայց դա չի նշանակում որ բոլորը պետքա հետ ստանային բացի նրանցից եւ հա ժամկետի խնդիր էլ կա դա 2020-ից կարծեմ հետոյի մասին է մենք 2013 թվին չենք անդրադառնում մեկը զրկված ա եղել 2013 կամ 14 կամ 17 թվին եւ չենք կարող ուղղակի դե յուրե դատարանի եւ դա մենք կառավարության որոշումներ ընդունելիս այդ մասին ասել ենք ամեն ինչ պարզ է ազնիվ ինչ որ խոստացել ենք արվում է Ոչ մի աշխատատեղ չի փակվել, հիմա նույն Արադ ցեմենտում ընդհատվել էր process-ը, հիմա շարունակվում է, հիմա նաև ժամանակավոր կառավարիչ կնշանակվի, բոլոր տեղերը, որտեղ անհրաժեշտություն կա որոշակի կասեցում, մի քանի օր ինչ որ մի ժամանակաշրջան կբացվեն, կաշխատեն։ Ես կներեք, ես այդքան մանրամասն չեմ տիրապետում նյութին, բայց ես կարող եմ վստահ ասել, որ մեր նպատակը աշխատատեղեր փակելը չի։ Ի վերջո, ես հիշում եմ նաև, կներեք, մարզահամերգային համալիրում ասուլիս էի անում, նույն ձևի լրագրողները հարց էին տալիս, ասում եք, էս թալանը հետ կբերեք, այն թալանն։ Ես նախընտրական շրջանում խոստացել եմ, չէ՞ մարդկանց, որ այդ թալանը հետ է բերվելու։ Հիմա հետ է բերվում։ Որովհետև 8-9 տարի հետո ինստիտուտներ են ձևավորվել պետական, ինստիտուտներ են ձևավորվել եւ process-ներ են գնացել, իմիջ այլոց, որ ասում են ընտրություններից հետո, այս բոլոր գործերը, որոնք քննվում են, դրանք ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործերը, վարույթները սկսվել են 2 տարի առաջ Եվ 2 տարի ոչ թե ձգձգվել է, ինքը համադրական դատարանի որոշում ա եղել այդ ընթացքում, իրավագիտական պրակտիկայի հաստատում ա եղել այդ ընթացքում, ոչ մի բան ոչ արագացվել է, ոչ էլ դանդաղացվել է կիրառման իմաստով։ Ես համաձայն եմ, ես ինքս էլ արտահայտվել եմ, որ ինստիտուտների ստեղծումը գուցե ավելի դանդաղ ա եղել, քան կարելի էր անել։ Շնորհակալություն, հաջորդ Շնորհակալություն, պարոն վարչապետ, շարունակելով երկաթուղու թեման, տեսեք կառավարությունը մրցույթ է հայտարարել մասնավորապես Գյումրի Ախուրիկ Թուրքիայի սահմանի, հա, երկաթգծի վերակառուցման նախագծի համար, բայց տեսեք, այս հատվածը հատկապես նաև շարունակում է մնալ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման ներքո եւ հասկանալի չէ այս պարագայում, թե օրինակ կառավարությունը իրավական ինչ հիմքով է պետական միջոցներով այդ հատվածը վերականգնելու, օրինակ կամ վերակառուցելու աշխատանքներ իրականացնելու եւ բացի դրանից խնդրում եմ, քանի որ քիչ առաջ էլ գործընկերոջս հարցինի պատասխան դուք նշեցիք, որ կառավարությունը Հայաստանի սեփականությունը Ուզում եմ հասկանալ, օրինակ, եթե մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը նաև նման սանկցիաներ է Հայաստանի նկատմամբ կիրառում, մենք փորձում ենք այսպես բանակցել, խոսել, հասկանալ, որ վերանայի Ռուսաստանը այս ամենը, օրինակ Հայաստանն էլ իր հերթին կարող է օգտվել իր գործիքակազմից եւ օրինակ նաև հենց ֆրանսիական արբիտրաժի միջոցով միակողմանի չեղարկի կոնցեսիոն պայմանագիրը եւ նոր մրցույթ հայտարարի, որովհետեւ դուք ավելի վաղ էլ հայտարարել եք, որ օրինակ կոնցեսիոն կառավարումը կարող է ստանձնել մի այնպիսի պետություն, որը լավ հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ եւ Հայաստանի հետ։ Մենք ցանկացած գործիք, որը օրինական է, մենք կարող ենք կիրառել, բայց օրինական նաև մենք մեր նպատակը ոչ միայն օրինական, այլև բարեկամական համբերատար։ Մենք շարունակել ենք խոսակցությունը։ Մենք չենք փակվելու, մենք շարունակելու ենք խոսակցությունը, իսկ ինչ իրավական հիմքով է երկաթուղին արվում, իրավական հիմքի ձևակերպումը իրավաբանների հարցն է։ Բայց դա մեր սեփականությունն է, մենք մեր սեփականությունը վերականգնում ենք, վերանորոգում ենք, ում պետք է արդարանանք դրա համար։ Այսինքն մեր սեփականությունն է, մենք մեր տունը նորոգում ենք։ Այսինքն մենք Չէ, ես այդ հարցին արդեն պատասխան։ Դա արբիտրաժ դիմելու մենք հարկ չունենք, որովհետև մենք բոլոր գործիքները ունենք առանց արբիտրաժի այդ հարցը լուծելու։ Այսինքն ինչի պետքա դիմենք արբիտրաժ։ Ասենք օրինակ հեծի հարցով մենք արբիտրաժ դիմեցինք, չդիմեցինք, ինչի չդիմեցինք, որտեղ մենք ինչի դիմենք արբիտրաժ, եթե մենք գործիքը ունենք որոշում կայացնելու։ Հետո եթե որևէ մեկը համաձայն չի, ինքը պետքա դիմի արբիտրաժ։ Այսինքն մենք արբիտրաժ դիմելու ոչ մի անհրաժեշտություն չունենք։ Սրա մասին է խոսքը։
Ինչ վերաբերվում է սա առաջին հարցն էր, այս հարցի պատասխանը ավարտեցի։ Ինչ վերաբերվում է բանին, երկաթուղու վերականգնումը, մեր երկաթուղին վերականգնում ենք, ինչ խնդիր կա։ Իրավական ներողություն եմ խնդրում, մի րոպե։ Կառավարությունը երբ որ որոշում է կայացրել, իր իրավական հիմքերը նախագծի տակ դրված են, որ նայեք այնտեղ իրավական հիմքերը գրած կան։ Ինչի՞։ Ինչ աուդիտ։ Որ կազմակերպություն։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Այս բան տեղեկություն չունեմ։ Աուդիտի արդյունքները սովորաբար հրապարակվում են։ Չի հրապարակվել, պարոն Արչապետ։ Եթե հրապարակվի, ուրեմն չգիտեմ ով աուդիտ պատվիր է, չեմ կարող ասել։ Պարոն Փաշինյան, Այսինքն խոշոր կազմակերպությունները օրենքով պարտավոր են իրենք աուդիտ անել եւ հրապարակել աուդիտի արդյունքները։ Բայց աուդիտով էլ տենց մի ոգևորվեք, որովհետեւ աուդիտը միշտ չի որ արտահայտում այն իրականությունը, որը կա։ Ինչը հետի դեպքում օրինակ տեսա։ Պարոն Փաշինյան, օրերս տեղեկություն մտահոգիչ ստացվեց հայ գերիների առողջական վիճակի հետ կապված։ Նրանցից Լյուդվիգ Մկրտչյանի ընտանիքն է արդեն հազանգել, որ տևական ժամանակ կապ չունեն հետը եւ առողջական վիճակը վատ է։ Մյուսների մասով կան փաստեր, այնքանով ինչքանով կարողացել են մասնագետները հավաքագրել, որ նրանց կյանքին վտանգ է սպառնում, խոշտանգման կասկածներ կան։ Դուք ինչ տեղեկություններ ունեք, արդյոք ունեք տեղեկություններ թե ոչ, ինչ աշխատանք է տարվում այս ուղղությամբ հայ գերիներին ազատ արձակելու։ Փաստացի ստացվում է, որ ռազմական, պատերազմական հանցագործ Ադրբեջանը, որը հայ ժողովրդի նկատմամբ է իրականացրել ցեղասպանական գործողություններ, այսօր շարունակում է իր այդ հանցավոր գործունեությունը եւ քրեական դատարանի առաջ միջազգային կանգնած չէ, սա արդյոք Հայաստանի իշխանության թերացումը չէ, որ այս իրավիճակն է, դուք կասեք, որ խաղաղություն է հաստատված, փաստ է խաղաղությունը, դրա համար չեք փորձում, այո, այս հարցն եմ ուզում եմ այդ հարցին էլի անդրադառնալ, եթե կասեք, որ խաղաղություն է հաստատված, դրա համար չեք բարձրաձայնում այդ հարցերը, փորձում եք այդ ճանապարհով, ուզում ենք նաև հետաքրքիր է հասկանանք, թե ինչպես է հաստատված այդ խաղաղությունը, եթե երկու կնճռոտ հարցերը, որոնք հայ ժողովրդին մինչ այսօր հուզում են դեռ առնվազն այդ երկուսը լուծված չեն։ Առաջինը Հայաստանի օկուպացված տարածքները շարունակում են մնալ Ադրբեջանի ենթակայության տակ, երկրորդը հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Առաջի հարցի վերաբերյալ բազմիցս եմ անդրադարձել, այդ թվում նախընտրական շրջանում նորից չանդրադառնամ սահմանազատում երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգ եւ այդպես շարունակ։ Երկրորդ հարցի վերաբերյալ մեր պետական ինստիտուտները ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է աջակցություն ցուցաբերել եւ ելի ուզում եմ պատասխանատու ձևով ասել, որ մշտական ռեժիմով աշխատանք է տարվում այդ խնդիրը լուծելու համար եւ մեր փորձը նախկին ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ որ արվում է լուր կոնֆիդենցիալ եւ հիմա էլ այդ լուր կոնֆիդենցիալ աշխատանքը արվում է։ Շնորհակալություն, հաջորդ հարցը ֆակտոր։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դրսում բողոքող վարորդները Արցախում վարորդական իրավունքները կորցրածներն են, որոնց վրա այս նոր օրենսդրական կարգավորումը չի տարածվում, այս մասով նրանք հետաքրքրվում են, թե ինչ լուծում է լինելու, արդյոք հնարավոր է այնպիսի կարգավորում, որ նրանց վրա էլ տարածվի, որտեղ ասում են մռոյում իրենց ասել են, որ դուք Արցախում եք կորցրել, չեք կարող ստեղ ստանալ վարորդական իրավունք, հետո Ծառուկյանի աշխատակիցները, բիզնեսների աշխատակիցները, որոնք իդեպ Արարատցեմենտից չեն, մյուս կազմակերպություններից են, հարցնում են ինչպես պետք է իրենք այս ընթացքում ապրեն, երբ որ իրենց աշխատավայրերը փակ է, իրենք ունեն վճարներ անելու, բնակարանի վարձ, կոմունալ, ընդհանրապես առօրյա կյանքը պետք է կազմակերպեն, պետությունը իրենց որևէ կերպ աջակցելու է, թե չէ խախտված իրավունքները ինչպես է վերականգնվելու։ Եվ պարոն վարչապետ, պարզվում է այս վերջին 5 միլիարդանոց պարգևավճարի փաթեթը կռիվ է գցել պետական ապարատում, որոշ մարմիններ չեն ստացել, մասնավորապես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում օրինակ խոսակցություններ կան, ինչ են իրենք այդ չալաղաչ կտորից չեն օգտվել,
ՏՄՊՊՀ-ն համարձակության պաշտպանության հանձնաժողովը այս բաժանումները ինչպես են եղել, որ պետական որոշ կառույցներ դուրս են մնացել։ Ոչ թե դուրս են մնացել, են կառավարության համակարգի մարմիններ չեն, անկախ մարմիններ են, եւ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կլինեն, որ այդ համակարգը կտարածվի բոլորի վրա։ Եվ ինչ այլոց ուզում եմ էլի ասեմ, որ նախորդիվ էլ ասել եմ, հենց այդ համակարգն է, որ մենք հնարավորություն կունենանք, առաջիկայում դուք դա կտեսնեք, կառավարության ձևավորման գործընթացում բարձր որակավորում ունեցող ավելի շատ մասնագետների ներգրավել կառավարման համակարգ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած հիմնարկների աշխատողներին, ենթադրում եմ, որ իրենք ինչ որ գրություն փոխանցած կլինեն կառավարությանը եւ մենք այդ բովանդակությունը կուսումնասիրենք եւ կարձագանքենք։ Ես էլի արդեն ասացի, որ մեր նպատակը չի ինչ որ մեկին աշխատանքից զրկելը, մեր նպատակը շատ լավ, բայց հիմա ես կներեք մյուս հիմնարկների դեպքերը չգիտեմ, բայց ես Արադ ցեմենտինը, քանի որ սկզբից շատ աղմուկ եղավ, որ այո, մի քանի օր կանգնեցին, հետո սկսեցին աշխատել։ Հիմա ենթադրում եմ մյուս տեղերում էլ այդ նույն խնդիրը կարող է լինել, կարող է դեպքեր լինել, որ այդպես չստացվի, որովհետև ասենք օրինակ ինչ որ մի բանի խաղատան լիցենզիայի զրկում է տեղի ունեցել կամ եւ այլն եւ այլն։ Նկատի ունեմ մեր նպատակը չի կնայենք եւ իհարկե մարդկանց քաղաքացիներին կտեսնենք ինչն է խնդիրը եւ որտեղ կարող ենք լուծել։ Հիմա վարորդական իրավունքների հետ կապված ձեզնից առաջ մի քիչ այլ հարց տվեցին, հիմա բարձվում է մի քիչ նոր թեմա է դա, որը պետքա լրացուցիչ ուսումնասիրենք։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, հիմա պատրաստ չեմ, որովհետև այդտեղ պետքա նայել մի հարց ուղղակի, կարող եմ այսպես ասել, պետքա նայել հիմքերը պահպանված են, թե պահպանված չեն եւ ըստ այդմ որևէ ձևով կարձագանքենք, որովհետև նախորդիվ հարցը այնպես էր, որ այն հատվածը վարորդների ում հետ մենք պայմանավորվել ենք, այդ պայմանավորվածությունը չի կատարվում, բայց դա իհարկե կատարվում է եւ դատարանների հետ կապված էլ այդպիսի պայմանավորվածություն չի եղել։ Հիմա ձեր ասածը նոր թեմա է, որին կծանոթանանք եւ կտեսնենք ինչ է հնարավոր անել։ Շնորհակալություն, հաջորդի իրավաբանին։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների եւ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված հանրային հնչեղություն ունեցող վարույթներով ներկայումս միլիարդավոր դրամներ անշարժ գույքեր, ընկերությունների բաժնեմասեր եւ այլ ակտիվներ պետության կողմից արգելանքի տակ են կամ բռնագանձվում են։ Գործող հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրով կառավարությունը պարտավորվել է կատարելագործել այդ գույքի կառավարման կառուցակարգերը միջազգային լավագույն փորձի հիման վրա։ Այդպիսի մի փորձի օրինակ բերեմ Իտալիան, որտեղ առանձին համակարգ է գործում ոչ միայն վերջնական բռնագանձված, այլև դեռևս արգելադրված ակտիվների արդյունավետ կառավարման համար։ Ընդ որում իտալական մոդելում այդ գույքի եւ ֆոնդերի մի մասը սոցիալական օգտակարության ծրագրերով ու հստակ տոկոսային հարաբերակցությամբ կարող են տրամադրվել հասարակական կազմակերպություններին կամ օգտագործվել պետության կողմից։ Հարցս հետեւյալն է. Արդյոք ակտիվների կառավարման այս նոր կառուցակարգերն այսօր ընդունված են եւ գործում են եւ որ մարմինը իրականացնում դրանց կառավարումը, իսկ որ մարմինը աուդիտը։ Ինչպես նաեւ ամենակարևորը, արդյոք կառավարությունը դիտարկել է Իտալիայի կամ այլ երկրների համանման փորձառությունը, որպեսզի Հայաստանում նույնպես այդ ակտիվների որոշակի մասը տրամադրվեն ՀԿ-ներին կամ հենց պետության կողմից օգտագործվեն սոցիալական օգտակարության նպատակներով։ Դուք որպես կառավարության ղեկավար առաջիկայում ինչ լուծումներ կարող եք առաջարկել։ Շնորհակալություն։ Ես կարող եմ ասել, որ նման թեմաներով պարբերաբար քննարկումներ են լինում եւ մենք իհարկե մի շարք որոշումներ արդեն կայացվել են տարբեր ուղղություններով, որովհետև ձեր հարցը շատ բազմաշերտ է, մյուս մասերով էլ քննարկումներ գնում են, որպեսզի կարողանանք լավագույն լուծումները գտնել։